Այսօր եկեք ուսումնասիրենք Աստծո խոսքերը հետևյալ վերնագրով՝ երկնային ընտանիքն ու երկրային ընտանիքը վկայված են Աստվածաշնչում։ Աստված ստեղծել է բազմաթիվ համակարգեր այս երկրի վրա, որոնք համապատասխանում են երկնային համակարգերի օրինակին։ Նրանց մեջ կա ընտանեկան համակարգ։ Երկրի վրա գտնվող ընտանեկան համակարգը ստեղծվել է որպես երկնային ընտանեկան համակարգի կրկնօրինակ։ Այսօր, Աստվածաշնչի միջոցով, եկեք հաստատենք ընտանիքի յուրաքանչյուր անդամին մեկ առ մեկ։ Եկեք սկսենք նայել երկրի վրա գոյություն ունեցող ընտանիքներին։ Երկրի վրա գոյություն ունեցող բազմաթիվ համակարգերի մեջ ընտանեկան համակարգը երկնային ընտանեկան համակարգի պատճենն ու ստվերն է։ Եկեք քննենք այս հարցը։ Երկրի վրա ընտանեկան համակարգում հայր կա, չէ՞։ Այդ դեպքում չեք կարծում, որ երկնքում էլ պետք է լինի հայր։ Եթե այս երկրի վրա հայր կա ֆիզիկական աշխարհում, որը կրկնօրինակի և ստվերի աշխարհ է, ապա պետք է լինի հայր երկնքում, հոգևոր աշխարհում, որը իրականության աշխարհն է։ Տեսնենք, թե հայրն արդյոք գոյություն ունի, դիմելով Մատթեոսի 6-րդ համարին։ Կարդում է. «Արդ, դուք այսպես աղոթեք. Ահգ, Հայր մեր, որ երկնքում ես»։ Մեկ անգամ կարող ենք հաստատել այն փաստը, որ ֆիզիկական ընտանիքում հայր կա, նա այդ ընտանիքի ներկայացուցիչն է։ Նույն ձև, հոգևոր ընտանիքում պետք է լինի հայր, որը գոյություն ունի հոգևոր աշխարհում, որին մենք պատրաստվում ենք։ Երկրի վրա եղած ընտանեկան հարաբերություններում, որը ֆիզիկական աշխարհն է, որպեսզի հայրը գոյություն ունենա, պետք է երեխաներ լինեն։ Նմանապես, երկնային ընտանիքում, որը հոգևոր աշխարհ է, միթե չպետք է լինեն երեխաներ, որոնք Աստծուն կոչում են հայր։ Բացարձակապես, կան երեխաներ։ Եկեք քննենք Կորինթացիների երկրորդ նամակը, 6-րդ գլուխ, 17-րդ հատված։ Դրա համար նրանց միջից դուրս եկեք ու հեռու մնացեք, ասում է Տերը, պիղծ բաների մի դիպեք։ Եվ ես ձեզ կընդունեմ, ու ինչ է նա լինելու։ Ձեզ հայր կլինեմ, դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք, ասում է ամենակալ Տերը։ Ինչպես որ այս երկրի վրա կան ֆիզիկական հայրեր և նրանց ֆիզիկական երեխաներ։ Աստվածաշունչն ուսուցանում է մեզ պատճենման և իրականության հարաբերության միջոցով, որ երկնքի արքայությունում պետք է գոյություն ունենան նաև հոգևոր հայրը և նրա հոգևոր երեխաները։ Ֆիզիկական ընտանիքը բաղկացած է հորից, եղբայրներից, քույրերից։ Սակայն ով է բացակայում, որ ընտանիքը լիարժեք լինի։ Պետք է լինի նաև մայր։ Ֆիզիկական ընտանիքի պատճենով կարող ենք հասկանալ, որ ոչ միայն հայր և զավակներ պետք է լինեն, այլև հոգևոր ընտանիքում պետք է լինի մայր։ Ահա թե ինչպես է Աստվածաշունչը վկայում մոր մասին։ Եկեք տեսնենք, թե արդյոք մայրը հայտնվում է Աստվածաշնչում, դիմելով Գաղատացիս 4-րդ գլխի 26-րդ համարին։ Իսկ վերին Երուսաղեմը։ Այստեղ վերին նշանակում է երկնքում, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Աստվածաշունչը մեզ հստակ ուսուցում է տալիս։ 27-րդ հատված։ Որովհետև գրված է. «Ցնծա ով ամուլ, որ չէիր ծնում, գոչիր ու աղաղակիր դու, որ երկունքի ցավ չէիր քաշում, որովհետև լքվածի զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը»։ Իսկ մենք, եղբայրներ, Իսահակի պես։ Ինչպիսի՞ երեխաներ ենք մենք, խոստման որդիներ ենք։ Համաձայն Հովհաննեսի առաջինի 2-րդ գլխի 25-րդ համարի, այս խոստումը հավերժական կյանք է, այսինքն Աստված մեզ տվել է հավերժական կյանքի խոստումը։ Երկրի վրա գտնվող բոլոր համակարգերը երկնային համակարգի պատճենն են, որը իրականությունն է։ Այժմ, այս երկրի վրա, որը կրկնօրինակի և ստվերի աշխարհն է, ով է կյանք տալիս երեխաներին։ Այնուհետ, երկնքում, ով պետք է հավերժական կյանք տա զավակներին։ Միթե մեր մայրը չէ, որ մեզ հավերժական կյանք է շնորհել։ Ինչպիսի՞ երեխաներ ենք մենք կոչվում։ Մենք կոչվում ենք խոստման երեխաներ։ Շարունակենք 29-րդ համարով։ Բայց ինչպես որ այն ժամանակ բնական ճանապարհով ծնվածը հալածում էր նրան, ով հոգու կողմից էր, այդպես է նա հիմա։ Սակայն Գիրքն ինչ է ասում։ Դուրս հանիր աղախնին նրա որդուն, որովհետև աղախնի որդին ազատի որդու հետ ժառանգություն չպիտի ստանա։ Դրա համար, եղբայրներ, աղախնի որդիներ չենք։ Ո՞ն երեխաներն ենք մենք։
Այլ ազատի։ Գաղատացիս գլուխ 4 համար 26-րդում ասվում էր. Վերին Երուսաղեմը ազատ է։ Իսկ ինչ հարաբերություններ ունենք ազատ կնոջ հետ, մենք նրա երեխաներն ենք։ Այլ կերպ ասած, ով է վերին Երուսաղեմը, ազատ կինը, մեզ համար։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ այս ազատ կինը նկատի ունի մեր հավերժական մորը։ Մենք հոր ու մոր երեխաներն ենք և եղբայրներ ու քույրեր ենք միմյանց համար։ Այդ ժամանակ մենք չպետք է երկինք մտնենք միայն մեզ հետ, այլ մեր եղբայրների ու քույրերի հետ միասին։ Հուսով եմ, որ մենք բոլորս կլինենք Սիոնի գեղեցիկ եղբայրներն ու քույրերը, ովքեր չեն կորցնի նույնիսկ մեկ երկնային ընտանիքի անդամ։ Եկեք գտնենք նրանց բոլորին և մեր երկնային մոր հետ վերադառնանք մեր հավերժական տուն, երկնքի արքայություն, որտեղ Հայրն է, և վայելենք հավերժական կյանքի օրհնությունը։ Հուսալով, որ այսօր Աստծո խոսքի միջոցով շատ շնորհք եք ստացել, ավարտում եմ քարոզը։ Շատ շնորհակալություն։